գիտիկների համար, գիտեք մեր խոսքը գործ է, ու ամենակարևորը ես գիտեմ, որ նոր մեր քույրիկներ մոտեցավ ճանապարհին, որ ասելով, ոնց ասեցիք, դուխով, մինչև վերջ, այո։ Դուխով ու թասիբով։ Ու թասիբով։ Հիմա ձեզ ասեմ, որ դուք իմանաք, եթե ես այդ ծառայության տակ մտել եմ, ոչ պաշտոնի կարիք ունեմ, ոչ ճանաչման կարիք ունեմ, ոչ փողի կարիք ունեմ, Աստծու կամոք սովորական աշխատողի ընտանիքի մարդ եմ, որը փոքր ու միջին բիզնեսի սկսելով, քարը քարին դնելով կառուցել եմ ու Աստծու կամոք, որը ասենք թե մեկը 10,000 է, 10, 100 միլիոն, պետական պաշտոնի չեմ եղել, ինքնին իմ ժողովուրդը, իմ երկիրը քարը քարին դնելով կառուցել եմ, զարգացրել եմ, դպրոցներ, եկեղեցիներ, շենքեր, հյուրանոցներ կառուցելով, ասենք թե մինչև այսօր կառուցում եմ, աջակցում, օգնում եմ իմ ժողովրդին, ու Աստված ավելի շատ է տալիս, դա իրական են մեծական ասացված կա, որ եթե ճիշտ ես օգտագործում, Աստված քեզ ավելի շատ տալիս է, ես այդ շատ պարզ, անկեղծ, մարդկային, ոչ թե պարապած, անգիրարած, որ այսօր ինչ մտքեր պետք է ասեմ, այլ ինչ որ պատկերացնում եմ, ինչ զգում եմ, ինչը որ ես կարամ անեմ, դա ձեզ ասում եմ, այսօր անհնարին ոչինչ չկա, ժողովուրդ ջան։ Հիմնական հարցը տեսնելով, որ այսօր ես քարոզարշավներին մասնակցում եմ, լիարժեք ներկայացնում եմ, ժողովրդի մասին լսել ենք խնդիրները, խնդիրները որն են, տարբեր ոլորտի ասենք թե մեկը շինարարական